Օրերս ներկայացրեցինք Սամվել Կարապետյանի կողմից մշակված 5 գլխավոր քայլերը, որոնք կփոխեն մեր ժողովրդի կյանքը դեպի բարեկեցիկ ապագա։ Դրանցից հիմնականը այդ 5 կետերից հիմնականները նշեմ, հիմնական միտքը ինչ է պարունակում այդ 5 քայլերը։ Առաջինը սկսենք երևի թե 300,000 աշխատատեղից, ինչպես գիտենք, Հայաստանում շատ մեծ է գործազրկության մակարդակը, հատկապես մարզերում, ամբողջ տնտեսությունը կենտրոնացած է Երևանում այդ խնդիրը այդքան էլ սուր չէ, բայց մարզերում խնդիրը բավականին սուր է եւ դրա համար մենք առաջարկում ենք 300,000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Դա չի լինելու միանգամից, չի լինելու մեկ ամսվա ընթացքում, երկու ամսվա ընթացքում, դա ինչպես նախանշել ենք մեր մամուլի ասուլիսի ժամանակ, դա լինելու 5 տարիների ընթացքում եւ հիմնական մեխը այդ աշխատատեղերի ստեղծման դա մեր արդյունաբերականացման ծրագիրն է։ Հայաստանը ունի բավականին հարուստ փորձ արդյունաբերական արտադրանքի, բայց վերջին 7 տարիների ընթացքում մենք ունենք անկում եւ մասնավորապես օրինակ մշակող արդյունաբերությունում ունենք բավականին մեծ անկում, որը որ ցանկացած երկրի տնտեսության զարգացման հիմնասյուներից գլխավորներից մեկը հենց արդյունաբերությունն է, որը մեր երկրում կարելի ասել չկա։ Մենք հիմնականում հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսություն ենք եւ այդ պատճառով մենք պետք է զարկ տանք արդյունաբերականացման ծրագրին։ Խոշոր նախագծերից, որ նախատեսում ենք իրականացնել, դա պղնձաձուլարանի կառուցումն է, այսինքն մենք այս պահին ունենք պղնձի հանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ պղնձի հանքեր, որոնք ուղղակի արտահանում են հում արտադրանք եւ ավելացված արժեքը գնում է այլ երկրներ։ Մենք պետք է դա վերացնենք եւ պետք է ունենանք Հայաստանում ավելացված արժեքի մաքսիմալ ստեղծում եւ արտահանենք արդեն պատրաստի արտադրանք։ Մյուսը նավթավերամշակման գործարանի պրոյեկտն է, որը որ Հայաստանը մոտավորապես կես միլիարդ եւ ավել նավթամթերք է ներմուծում։ Իհարկե Հայաստանում գիտեք նավթի հանքեր չկան, բայց մենք ունենք հասանելիություն Փոթի նավահանգստին, ունենք մեր կողքը Իրանի Իսլամական Հանրապետություն, որը աշխարհում նավթի պաշարներով խոշորագույններից է, եւ այս ծրագրի իրականացմամբ մենք կարող ենք ելի ավելացված արժեքը թողնել Հայաստանում, բերել հում նավթ, որը որ արդեն կդառնա դիզվառելիք եւ բենզին։ Իսկ արդյունաբերականացման ծրագրի մյուս մասով արդեն փոքր գործարաններ, առաջինը ներմուծման փոխարինման համար, երկրորդը արտահանման համար, քանի որ Հայաստանը փոքր տնտեսություն է, մենք պետք է հիմնական ուշադրությունը դարձնենք արտահանվող ապրանքների պոտենցիալի մեծացմանը եւ արտահանենք մեր ապրանքները, որպեսզի կրճատենք այն 4 միլիարդ պակասուրդը, որը մենք ամեն տարի ունենում ենք ներմուծման եւ արտահանման միջեւ։ Մյուս խոշոր ծրագիրը, որ նախատեսում ենք, դա 0% հարկերն է փոքր բիզնեսի համար։ Փոքր բիզնեսը մեր երկրի բյուջեի եկամուտների մեջ շատ փոքր տոկոս է կազմում, 2-3% է կազմում, բայց այն լուծում է շատ մեծ սոցիալական խնդիր։ Փոքր բիզնեսում աշխատում են բազմաթիվ մարդիկ եւ այս վերջին տարիների փոփոխություններից հետո կառավարության կողմից հարկային միջավայրի փոփոխության արդյունքում մենք ունենք բազմաթիվ փոքր բիզնեսներ, որոնք փակվում են, տարեկան 5000 եւ ավելի բիզնեսներ ուղղակի փակվում են հարկային վարչարարության պատճառով։ Մենք առաջարկում ենք 0% հարկեր փոքր բիզնեսի համար եւ կարելի ասել շատ թեթև վարչարարություն, որպեսզի մարդիկ փոքր բիզնեսը չպետք է գլխացավանք ունենա հարկային մարմինների հետ։ Նրանք պետք է ուղղակի աշխատեն, ապահովեն աշխատատեղեր եւ լուծեն սոցիալական խնդիրը, որը Հայաստանում շատ լուրջ մակարդակի վրա է։ Երրորդը գյուղատնտեսական մթերքների մթերման կայանների նախագիծն է, որը որ մեր գյուղացիներին կազատի այն գլխացավանքից, որը նրանք ունենում են ամեն տարի բերքահավաքի ժամանակ։ Մեր գյուղացիները բերք հաճացնում են, տքնաջան աշխատում են ամբողջ սեզոնի ժամանակ եւ
սեզոնի վերջում ունենում են լուրջ խնդիր մթերման հետ կապված։ Գները ցածր են, շատ ժամանակ չեն կարողանում մթերել, թափում են ապրանքը, դա գրեթե Արարատյան դաշտի բոլոր գյուղերում այդ խնդիրը կա, Վայոց ձորի մարզում կա, ինչու՞ չէ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի եւ այլ բանջարեղենի մասով։ Մենք առաջարկում ենք մթերման կայաններ, որոնք որ գյուղացիների հետ կկնքեն երկարաժամկետ պայմանագրեր, առնվազն 1 տարվա համար, կֆիքսեն գները եւ այդ ապրանքները, որոնք կհամապատասխանեն որակական չափանիշներին, կընդունվեն երաշխավորված գնով անկախ շուկայական կոնյունկտուրայից, այսինքն մենք գիտենք, օրինակ բերքը շատ է լինում, գյուղացիները տխրում են, դա չպետք է այդպես լինի, գյուղացիները չպետք է իրացման մասին ընդհանրապես մտածեն։ Նրանք պետք է մտածեն ուղղակի աճեցնեն բերքը եւ դա լինի իրենց գլխավոր խնդիրը եւ լուծեն իրենց ընտանեկան հարցերը, իրենց երեխաների լավ ապագան կառուցեն։ Մյուսը դեղերի գների մասով գաղտնիք չի, մարդիկ երբ որ գնում են օրինակ Վրաստան, բոլորը դեղ են ուզում գնեն, բերեն Հայաստան իրենց հետ։ Ինչու է դա այդպես, որովհետեւ Վրաստանում գները շատ էժան են Հայաստանից։ Մենք պետք է Հայաստանում դեղերի գները իջացնենք, որովհետև դա կլուծի շատ լուրջ սոցիալական հարցեր։ Նույն թոշակառուների մոտ բյուջեի մեծ մասը գնում է դեղերին եւ նրանց ուղղակի ապրելու համար գումար չի մնում։ Իհարկե ապահովագրության մասով կարող է դա մի փոքր թեթևացնել, բայց ապահովագրական համակարգն էլ ոչ բոլոր դեղերն է փոխհատուցում, կան հստակ սահմանված դեղեր, որոնցից դուրս ուղղակի չի փոխհատուցվում եւ մարդիկ ունենում են բյուջեի լուրջ խնդիրներ։ 20% դեղերի գների նվազեցում ենք մենք նախանշել։ Մյուս կետը, որը որ մենք երաշխավորում ենք, դա հասանելի բնակարանների ծրագիրն է, 20,000 հասանելի բնակարան մեր երիտասարդ ընտանիքներին առաջնահերթ։ Մենք գիտենք այսօր լիքը մարդ ուղղակի չի ամուսնանում, հետաձգում է ամուսնանալը, քանի որ նրանք ունեն բնակարանի խնդիր։ Կամ կան ընտանիքներ, որոնք երեխաներ չեն ունենում, որովհետև բնակմակերեսը փոքր է։ Այս խնդիրները պետք է լուծվեն, մարդիկ չպետք է բնակարանի պատճառով չամուսնանան կամ երեխաներ չունենան։ Եվ մյուս խնդիրը, որը կա Հայաստանում, դա սեյսմակայունության խնդիրն է, մեր համար գաղտնիք չէ, եթե դուրս գաք քաղաքում ուղղակի նայեք շենքերին, կտեսնեք շատ լուրջ սեյսմակայունության խնդիր, եւ այդ սեյսմակայունության խնդիրը մենք պետք է հնարավորինս շուտ լուծենք, որպեսզի Աստված մի արասցե որևէ խնդրի դեպքում մենք չունենանք լուրջ խնդիրներ։ Եվ ինչն ենք մենք առաջարկում, ռենովացիայի ծրագիր Երևան քաղաքի համար, եթե դուրս գաք տեսնեք մեր շենքերը, կտեսնեք շատ շենքեր, որոնք ուղղակի ամոթ է, որ տուրիստները տեսնեն այդ շենքերը, մենք առաջարկել ենք ռենովացիայի ծրագիր, որը եւ գեղեցկացնելու է մեր շենքերը եւ ապահովել է սեյսմակայունության բարձրացում։ Նայեք, որոշ բաներ, որոնք որ առաջարկում ենք, օրինակ 0% հարկը, դա ուղղակի ազգային ժողովի կողմից ընդունվելիք օրենք է, դա շատ արագ կարելի է լուծել այդ հարցը, բայց օրինակ 300,000 աշխատատեղը մենք չենք ասում, որ շատ շուտ կլինի, դա տարիների ընթացքում, բայց արդեն առաջին տարում, երկրորդ տարում մարդիկ կզգան այդ փոփոխությունների պտուղները, այսպես ասած։ Դա հնգամյա ծրագրի մաս է, որոշ բաներ շատ արագ են լինելու, որոշ բաներ ժամանակի ընթացքում կախված ֆիզիկապես ուղղակի հասցնելու գործոնից։